Բարի օր, Նիդերլանդական օրագրի հարգելի բարեկամներ, մենք այսօր հետաքրքիր հյուր ունենք։ Ձեզ հետ է իրավաբան Հրանուշ Շահբազյանը, ով կպատասխանի ձեր կողմից ուղարկված մի քանի հարցերի։ Սիրելի Հրանուշ, նախ շնորհակալություն, որ համաձայնեցիք հարցազրույցն անցկացնել հայերեն, քանի որ Նիդերլանդներում եք փոքրուց եւ անցել եք հոլանդական դպրոցը։ Բարով եք եկել, ներկայացեք, խնդրեմ։ Բարև ձեզ, նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նիդերլանդական օրագրին այս հրավերի համար, ինձ համար մեծ պատիվ է պատասխանել Նիդերլանդական օրագրի ընթերցողների հարցերը։ Ես Հրանուշ Շահբազյանն եմ, ավարտել եմ Լայդենի եւ Մաստրիխտի համալսարանները, ներկայումս աշխատում եմ Ռաբոբանկում որպես իրավաբան վերլուծաբան ֆինանսական տնտեսական բաժնում, որտեղ զբաղվում եմ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հանցագործությունների բացահայտման գործերով։ Հիմնական աշխատանքից բացի մենք գիտենք, որ ունեք սեփական իրավաբանական ընկերություն։ Այդ մասին էլ խնդրեմ։ Այո, դա ճիշտ է, 2018 թվականից ես ունեմ իմ սեփական իրավաբանական ընկերությունը, որը կոչվում է RS Rechtsbeistand։ Իմ իրավաբանական գործունեության շրջանակում մասնագիտանում եմ քրեական, ներգաղթի եւ վարչական իրավունքի ոլորտներում։ Ես շատ գործեր եմ վարում ընտանիքների վերամիավորման հարցերով, ինչպես Եվրամիության, այնպես էլ Նիդերլանդների ազգային օրենսդրության հիման վրա։ Բացի այդ, աջակցում եմ հաճախորդներին ուղեկցող ֆասիլիտիրընդ վիզաների դիմումների հարցում եւ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացում։ Հարգելի Հրանուշ, մեր ընթերցողներին ավելի շատ հետաքրքրում է անձնական տվյալների ճշգրտման անվանափոխության հարցերը։ Վերջին տարիներին ես շատ ակտիվ եմ եղել անձնական տվյալների փոփոխության ընթացակարգերում, վերջերս հաճախորդներն ու հետաքրքրված անձինք այս թեմայի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են տվել, այսօր ես շատ ուրախ կլինեմ պատասխանել ամենահաճախ տրվող հարցերին։ Ճիշտ է, որ տվյալներ կարող են ուղղել միայն 2007 թվականին գեներալ պարդոնով ներման իրավունք ստացածները։ Ոչ, դա ճիշտ չէ, հնարավոր է այլ հիմքով բնակության իրավունք ստացածները եւս ճշգրտեն իրենց անձնական տվյալները, յուրաքանչյուր դեպք գնահատվում է անհատապես։ Այնուամենայնիվ խորհուրդ կտամ ուղղել անձնական տվյալները նախկին Նիդերլանդների քաղաքացիության դիմելը, քանի որ դա որոշակիորեն կհեշտացնի պրոցեդուրան։ Եթե որևէ մեկը հետաքրքրված է, կարող է կապնվել ինձ հետ, որպեսզի մենք կարողանանք մանրակրկիտ ուսումնասիրել։ Եթե ինչ-որ մեկը գնել է անշարժ գույք իր հին անձնական տվյալներով, ասենք տուն, եւ այժմ ցանկանում է այն ձևակերպել նոր ճշգրիտ տվյալներով, ինչ պետք է անի։ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Ես իմ հաճախորդներից, ովքեր ունեն անշարժ գույք, լսել եմ, որ հողային ռեգիստրի, այսինքն կադաստրի տվյալները ավտոմատ կերպով ճշգրտվում են, որ դուք ինքներդ պետք չէ որևէ քայլ անել։ Դա արվում է ավտոմատ ԽՄՏ-ի BRP-ի միջոցով։ Ձեզ մնում է վար գրանցող բանկին տեղեկացնեք անվանափոխության կամ տվյալների փոփոխության մասին, որպեսզի հիպոթեկը նույնպիսի գրանցվի ճիշտ անունով։ Ենթադրենք Նիդերլանդերում բնակվող անձը, որին կարելի է կոչել նաև ռեֆերենտ, ով ունի ճիշտ տվյալներ, դիմում է ընտանիքի վերամիավորման համար զուգընկերոջը, ասենք ամուսնության նպատակով այլ երկրից իր մոտ բերելու։ Այնուհետև այդ քայլից հետո ցանկանում է ուղղել իր անձնական տվյալները, ինչ կարող է սպասվել նոր Նիդերլանդներ եկած զուգընկերոջը կամ ամուսնուն։ Արդյոք դա կազդի տեղափոխված անձի բնակության իրավունքի վրա։ Ես հասկանում եմ, թե ինչու է այս հարցը տրվում։ Ընտանիքի վերամիավորման պրոցեդուրայի ժամանակ վերամիավորվողը, այսինքն ռեֆերենտը, լրացնում է ձևաթուղթ, որի տակ ստորագրում է, որ բոլոր տվյալները ճիշտ են։ Այնուհետև, եթե հետագայում պարզվի, որ ռեֆերենտի լրացրած տվյալները սխալ են, ապա դա ազդեցություն չի ունենա այն անձի վրա, ով տեղափոխվել է Նիդերլանդներ, այսինքն չի ազդի զուգընկերոջ բնակության իրավունքի վրա։ Միայն այն դեպքում կազդի Նիդերլանդներ վերամիավորման եկած անձի վրա, երբ լուրջ պատճառներ լինեն եւ ռեֆերենտից հետ վերցվի ապրելու իրավունքը։ Այս դեպքում ամեն յուրաքանչյուր գործ անհատապես ենք նայում, ուսումնասիրում, մինչև չհամոզվենք, որ ռեֆերենտի բնակության իրավունքը հետ չի վերցվի, չենք ձեռնարկի պրոցեդուրան։ Տիկին Շահբազյան, մենք գիտենք, որ Նիդերլանդները որոշ դեպքերում թույլ չի տալիս մարդկանց ունենալ երկքաղաքացիություն։ Ինչ կլինի այն դեպքում, որ տվյալների ճշգրտումից հետո պարզվի, որ անձին բացի Նիդերլանդների քաղաքացիությունից ունի նաև այլ երկրի քաղաքացիություն։ Այո, դա այդպես է, Նիդերլանդներում մի քանի բացառություններով չի թույլատրվում ունենալ երկքաղաքացիություն, սակայն անձնական տվյալների փոփոխությունից հետո չի ենթադրվում, որ դուք երկքաղաքացիություն ձեռք բերեցիք։ Այս դեպքում ըստ պարտավորության պետք է հրաժարվել ձեր նախկին քաղաքացիությունից։ Մեր հաճախորդների մեծամասնությունը մտավախություն ունի, որ սխալ տվյալների պատճառով հնարավոր է հետ վերցվի իրենց Նիդերլանդներում ապրելու իրավունքը կամ քաղաքացիությունը։ Ինչ կասեք այդ հարցի վերաբերյալ։
Շնորհակալ եմ այս հարցի համար։ Երևի այս հարցը ամենահաճախ տրվող հարցերից է։ Նախ ես նայում եմ հաճախորդի իրավիճակին, յուրաքանչյուր իրավիճակ եզակի է եւ պետք է գնահատվի անհատապես։ Ես ուշադիր կուսումնասիրեմ, արդյոք արկա է փաստ, որ անձը կարող է զրկվել բնակության իրավունքից կամ քաղաքացիությունից։ Եթե գտա, որ 100%-ով պաշտպանված է օրենքով, ուրեմն չկա մտավախության որևէ հիմք։ Ընդունենք այսպիսի իրավիճակ է։ Ծնողներն ուղղել են իրենց անձնական տվյալները, այս փոփոխությունից հետո բնականաբար Նիդերլանդներում ծնված երեխայի ծննդյան վկայականում ծնողների տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես է լուծվում այս խնդիրը։ Այո, դա այդպես է, եթե ծնողները փոխում են իրենց տվյալները, ապա երեխայի ծննդյան վկայականի տվյալները այլևս ճիշտ չեն։ Այդ դեպքում ծննդյան վկայականը պետք է փոխվի, ներառելով ծնողների ճիշտ տվյալները։ Դա արվում է դատարանի միջոցով քաղաքացիական օրենսգրքի 1-24a հոդվածի համաձայն։ Ընտանիքում միայն մեկ անձի համար հնարավոր է փոխել անձնական տվյալները, թե սա ռիսկային է, որովհետև ինդեն կարող է նաև կասկածել ընտանիքի մյուս անդամների տվյալներին։ Անշուշտ, հնարավոր է փոխել ընտանիքի մեկ անդամի տվյալները, մեկ անձի տվյալի սխալը ինքնաբերաբար չի նշանակում, որ ընտանիքի մյուս անդամների տվյալները սխալ են։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր անձնական տվյալների համար։ Այս դեպքում անհրաժեշտ է գալ կոնսուլտացիայի։ Ճիշտ է, որ անձնական տվյալների փոփոխությունից հետո նորից պետք է սպասել 5 տարի քաղաքացիության դիմելու համար։ Այսինքն ընթացակարգի հետհաշվարկ է տեղի ունենում։ Ոչ, ժամկետը նորից չի սկսվում։ Մինչև վերջերս այդպես էր։ Ձեր անձնական տվյալների փոփոխությունից հետո դուք պետք է սպասեիք ևս 5 տարի մինչև քաղաքացիության դիմելը։ Այնուամենայնիվ, այս կանոնը փոխվել է 2023 թվականի Պետական խորհրդի վարչական իրավասության բաժնի 2 որոշումների եւ IND-ի տեղեկատվական հաղորդագրության հիման վրա։ Այժմ կարող եք անձնական տվյալների փոփոխությունից անմիջապես հետո դիմել քաղաքացիություն ստանալու։ Ինչ խորհուրդ եք տալիս այն մարդկանց, ովքեր վստահ չեն, թե արդյոք պետք է ուղղեն իրենց տվյալները։ Ինչու եք կարծում, որ սա այդքան կարևոր է։ Շատ հաճախորդներ ինձ ասել են, որ սխալ ինքնությամբ ապրելը խոր հոգեբանական հետք է թողել իրենց վրա, զգացողությունը, որ իրենց անվան մեջ թյուրիմացաբար թեկուզ 1 տարի սխալ կա, ծանր է նրանց հոգեվիճակի վրա ազդել։ Ես օգնել եմ հաճախորդներին, ովքեր իրենց իրական անվան փոխարեն կրել են օտար անուններ, այդ մարդկանց համար անձնական տվյալների շտկումը կյանք փոխող քայլ էր։ Նրանք այժմ ունեն բնակության նոր փաստաթղթեր, որի օգնությամբ կարողացել են իրենց ճիշտ անունով ոտք դնել հայրենի երկիր։ Իմ խորհուրդը այն կլինի, որ բոլորը, ովքեր կստանան հնարավորություն ուղղել իրենց տվյալները, օգտվեն դրանից։ Կրկին շնորհակալություն Նիդերլանդական օրագրին այս հրավերի համար, եթե որևէ մեկը հարցեր կունենա, խնդրում եմ ազատ զգալ եւ կապնվել ինձ հետ։ Սիրելի հեռանուշ, շնորհակալություն հարցերին հակիրճ պատասխանելու համար։ Հարգելի ընթերցողներ, այսքանը մենք կթողնենք Տիկին Հրանուշ Շահբազյանի անձնական տվյալները, որպեսզի եթե ձեզ հարկ լինի դիմելու նրան, կապ հաստատեք նրա հետ։ Այսքանով վերջացնում ենք, շնորհակալություն մեզ հետ լինելու համար։